Հիմա ի՞նչ է տեղ ունենում, այսինքն պատկերացնենք ունենք 50 հոգի թալանչի, մեզ թալանում են, չէ՞։ Այս 50-ի դեմ եղավ հեղափոխություն, եկան ուրիշ 50 հոգի, այն 50 հոգին շարունակում են այդ թալանածը վայելել եւ հարստանալ եւ դա գեներացնել բազմապատկեր, մեդիայով թունավորել մեզ բոլորիս, ապականել երկիրը, այս 50-ն էլ նոր թալանչին են, այսինքն թալանչիների թիվը դասա 100, առաջ 50 էր, հիմա 100 թալանչի է մեզ թալանում։ Հետեւաբար երկրում հիմա շարունակվում է թալանը եւ դա արդեն կրկնա թալան է, մեզ կրկնակի են թալանում։ Դե ինչի համար է այս ամեն ինչը ինչ որ տեղի ունեցավ։ Եվ այդ կրկնաթալանի մասին էր ըստ էության, դենայք դոգի տեքստերն ինչի մասին էր, թե գործող իշխանության, թե նախկինների դեմ։ Կրկնաթալանի մասին էր։ Այդ տեքստերն էին։ Այնտեղ ասում են հայինքը հայ հոյում էր բան, ով է կողմ հայ հոյանքին, բացարձակ դրա մասին չի խոսքը գնում։ Բայց տեքստը, եթե զատես տեղեկատվությունը ինչ էր ասվում, ինչ ինֆորմացիա էր բացահայտվում եւ ինչի մասին էր, դրա մասին էր։ Կրկնաթալանի կոռուպցիայի դեմ էր այդ բացահայտումները եւ այդ ամեն ինչը մարդկանց առաջ բաց դրվում էր մարդկանց առաջ։ Նայեք, էսա տեղի ունենում այսօր։